Տիկին Նորիջանյան, կարող եք ասել տնտեսվարողների բողոքի հիման վրա հարկային ինչ բացթողումներ են արձանագրվել ձեր կողմից, որոնք այսօր պատճառ են դարձել ազգային ժողովի բակ ձեր գալու։ Ազգային ժողով հարկայինի բացթողումի համար չենք եկել, ազգային ժողով եկել ենք ընդհանուր շրջանառության հարկի նկատմամբ վերաբերմունքը փոխելու, բայց հարկայինում, այո, ես մի անգամ ինտերվյու տվել եմ լրատվական ռադիոյում ու ասել եմ կետարկել, բայց այս պայծրությամբ դեռ չկա փոփոխություն։ Ուրեմն մարտի 26-ին կարկտած շրջանառության հարկի օրենքին լրացում են անում բացթողումներից, որտեղ որ գրում են, որ կարելի է հարկից նվազեցնել իրացման եւ վարչական ծախսերը, հղում տալով այդ ծախսերին վերաբերվող հարկային օրենսգրքում հոդվածը։ Այսինքն, որ գնում ես այդ հոդվածը նայում ես, վարչական եւ իրացման ծախսերում չկա վաճառող աշխատավարձը, եթե վաճառու խորհրդատու չի, վաճառողը եւ չկա տարածքի վարձակալության։ Ինչպես հասկանում եք, առևտուրը ուրիշ ծախս չունի, ապրանքի գինը, տարածքը եւ աշխատակիցը։ Որն էլ չի ներառվել այդ։ Եվ հետո ուղարկումը 17 ապրիլին բոլորիս հարկային էջերում իր ազեկում, վերևում գրելով, որ նվազեցումները կատարվում են հարկային օրենսգրքին համապատասխան, օրինակ է բերում, օրինակում նվազեցնում է տարածքի վարձակալությունը։ Հիմա ես չեմ դուք եք, օրինակն է կարևոր, թե օրենսգիրքը, օրենսգրքում տարածքի վաճառքի սրահի մասին խոսք չկա։ Օրենքում չկա վաճառողի աշխատավարձի գանձապահի, մենակ խորհրդատուին է նվազեցնում, հաշվապահինը, այսինքն անմիջապես իրացում կատարող անձինը չի նվազեցնում, իսկ հաշվապահի խորհրդատուի ներկայացուցչական ծախսերը նվազեցվում են։ 121 հոդվածում, 7-րդ կետում, 3-րդ պարտեզությունում 3 կետասևը սպիտակով գրած է, ինչն է վարչական, ինչն է իրացման։ Այդտեղ չկա ոչ մի խոսք, ապա տարածքի եւ աշխատողի մասին ծախսերի նվազեցման։ Փաստացի սա ոչ թե հոգուց ձեզ է, այլ մի բան էլ ավելի վնաս է։ Փաստացի էլ նենց էլ ամբողջ այս փոփոխությունը եղել է միայն ավել գումար հավաքելու։ Ես ինչի են օրենքը ընդունել, իրանց փող է պետք։ Ասում են օրինակ պետբյուջեն լցնում ենք, լավ բանի համար ենք օգտագործում։ Պետբյուջեն երբ որ լցնում են, պետբյուջեի չեն մսխում, նենց ոնց մսխում են իրանք 20,000 տոմսերով, ավտոների արժեքները, իրանց բրենդերը, իրանց, եթե բյուջեն խնդիր ունի բոլորի համար։ Չի կարա լինի նվազագույն աշխատավարձը երկրում 75,000 դրամ է, աշխատավարձը պատգամավորի չի կարա լինի 6 միլիոն։ Պլյուս պարգևավճարներ, եթե իրանք, ես մի անգամ ասել եմ, դուրս եկեք այդ ձեր նստատեղից, թողեք գնան այն մարդիկ, ովքեր կարում են այդ ծախսերի մեջ տեղավորվեն։ Օրինակ դուք գիտեք, որ ասում եք պետական բյուջեի փողերը մսխում են։ Օրինակ գիտեք, որ ազգային ժողովի ներսի սրճարանի համար մոտավորապես $100,000 գումար են ծախսվել, բայց տեղադրված են առել ընդհանրապես, թե ինչը այդպես չի, ավտոբուսները այդ մայրության օրոք կազմակերպվեց ամբողջ տրանսպորտը գնվեց, ես ներս չի որում, չեմ ճանաչում այդ մայրությանին անձին, բայց այդ process-ը սկսվեց իր օրոք, Ավինյանն եկավ, սարքեց գումարը 300, հետո իջացրեց 150, առանց հաշվի առնելու, որ կարան տան երեխաները շաբաթը 3 անգամ ինչ-որ պարապմունքի գնան։ Իրա համար աբոնեմենտ առնես, թանկա, չես առնում խնդիր է, հետո իջացրեց 150, սարքեց մի հատ 10 սանտիմետր ձուն եկավ, պարալիզացան, 20 րոպե անձրև է գալի, պարալիզանում ենք։ Հիմա Ավինյանի աշխատանքը թող գնահատումը ինքը իրավիճակը, անընդհատ նկարելով։ Ավտոբուսները ձմեռային անվադողերի խնդիր ունեին։ Հիմա գույքը հարկը գնացել է, կրկնակի եռակի հատ հանգացել է։ Աղբի գումարը, որ вообще Եթե մարդը մի օքի ապրում է 4 սենյական ուստանը, վարչապետն ասված աղի գնանք դուրս։ Կլինի դուք գնաք ստեղից, մենք մնանք մեր տներում ապրենք։ Կլինի տենց։ Արդեն